Թեղուտի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտների տարեվերջյան տոնական միջոցառումն է։ Սա երեխաների ամենասիրելի, ամենաուրախ ու ամենասպասված պահն է։ Փոքրիկներն իրենց երգով ու պարով ջերմացրել են դահլիճի մթնոլորտն ու ներկաներին։ Թեղուտի միջնակարգ դպրոցում 63 աշակերտ է սովորում։ Տնօրեն Վարլեն Բաբայանի խոսքով տարեվերջյան հանդեսին իրենք այս տարի ավելի մեծ ոգևորությամբ ու եռանդով են պատրաստվել, քանի որ այս տարի դպրոցը հիմնանորոգվել է։ Տնօրենը հուսով է, որ դա կնպաստի հանդիսությունների դահլիճում կազմակերպվող միջոցառումների կրկնապատկվելուն։ Ոչ միայն Թեղուտի միջնակարգ դպրոցի, այլ ամբողջ Թեղուտ համայնքի համար պատմական օրերի շարք է, կապված այն երևույթի հետ, որ Թեղուտի միջնակարգ դպրոցը այսօր ոչ միայն ուսումնական մասնաշենքով, այլև հանդիսությունների դահլիճներով այսօր արդեն իր հյուրընկալ դռներն է բացել ամբողջ համայնքի առջև եւ 1915 թվականի ամանորի շեմին մեծ հանդիսությամբ նոր տարվա հանդես են կազմակերպել։ Միլենա Ալիխանյանը ասմունքելուց ու երգելուց բացի այսօր նաև կարմիր գլխարկի դերն է բեմում խաղում։ Ամանորից սպասումներ շատ ունի, իսկ Ձմեռ պապիկից էլ բազմաթիվ նվերներ է ակնկալում։ Գրել եմ բարև սիրելի Ձմեռ պապիկ, ես այս տարի շատ խելոք եմ մնացել և գրել եմ թե ինչ եմ։ Մաղթում եմ բոլորին ճամփություն չհիվանդանան, առողջ լինեն, չհիվանդանան։ Լուսինե Փարսադանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։